Բարև ձեզ։ Մինչ մենք այստեղ տարված էինք Իրան-Իսրայել հակամարտության վերջին զարգացումներով, բավական տագնապալի սրացումներ արձանագրվեցին Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Ինչ ունենք այս պահին։ Նախ մամուլում հայտնվեց մի փաստաթուղթ, որը ներկայացվեց որպես ընդդիմության կողմից նախապատրաստվող հեղաշրջման պլան, փուլերով, ժամկետներով, ռեսուրսներով եւ այլն։ Սրան հաջորդեց քննչական կոմիտեի պաշտոնական աղմկահարույց հայտարարությունը այն մասին, որ ընդդիմադիր շարժման ղեկավարներու մասնակիցները հնարավոր է պատրաստվում էին իրականացնել իշխանության զավթում, բնականաբար օրենքով չնախատեսված ճանապարհով։ Ասում է, որ պլանավորում էին ահաբեկչական գործողություններ եւ իշխանության զավթում, գործողություններ, որոնք ըստ իրավապահների ուղեկցվելու էին բռնությամբ, հրավտանք հարձակումներով եւ ուժային կառույցների չեզոքացմամբ։ Սրան հաջորդեցին արդեն, ասենք այսպես, իրեղեն ապացույցները, ձայնագրությունները, որտեղ ընդդիմադիր շարժման ղեկավարները եւ մասնակիցները խոսում են, այսպես ասած, իրենց անելիքների մասին, տանք փշրենք, ջարդենք, կոտորենք տրամաբանության մեջ, ընդհուպ մինչև պատի տակ մի երկու հոգու քյուլելը։ Իհարկե, հարցադրումները շատ են, ինչ է կատարվում, ինչ հարթության մեջ, տեղեկատվական, քաղաքական, անվտանգային եւ այլն, ինչ ազդեցություն ունի դրսի գործոնը, մեծ հաշվով ինչ է կատարվում։ Սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, այստեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքասյանն է, բարև ձեզ, պարոն Սուքասյան։ Ընդհանուր գնահատականից սկսենք, ինչ է կատարվում, ինչի մասին են մեզ ասում եւ հրապարակված այդ փաստաթուղթը, որը ներկայացվեց որպես ընդդիմության կողմից նախատեսվող, նախաձեռնվող հրաշրջման պլան եւ քննչական կոմիտեի հաղորդագրությունը եւ այս ձայնագրությունները։ Մենք իրական քաղաքական սպառնալիքի մեջ էինք գտնվում։ Այո, քաղաքական, աշխարհաքաղաքական։ Նախ մի քանի ձևակերպումներ պիտի ճշգրտենք։ Ընդդիմություն չէ, որտեղ ընդդիմությունը նման բան չի անի։ Սա ընդդիմություն չի, սա հակապետական օրակարգով օտար պետության շահերը սպասարկող իրենց տերմինով ասած փոքրիկ խմբակ է, բայց շատ ագրեսիվ։ Քննչական կոմիտեի հայտարարությունը, որ հնարավոր է նախատեսում են, մի վախեցեք էլի, ախպոր նման։ Բայց մարդավարի ասեք, ոչ թե հնարավոր, այլ արել են, բռնել եք ձեռներ հետ, կոնկրետ պետության հեղաշրջման պլան, ասում է հնարավոր է, այ քեզի բան։ Սա ընդհանրապես բառը այնտեղ կար, ես ավելացրի, որպես պաշտպան։ Սա ընդհանրապես ինչ-որ ձևակերպումներ կա, դե ճշգրտենք։ Հիմա իրենք իրենց նպատակը որն է, նոր բան չի։ Նախ իհարկե շատ լավ է, որ մեր պետական ինստիտուտները աշխատել են։ Սա մեր պետության առողջացման ցուցիչն է, ինչի համար ես մեր ժողովրդին շնորհավորում եմ եւ նաեւ մեր պետությանը։ Իսկ այս մարդիկ ովքեր են, սրանք մեզ հայտնի տեսակ է, այս մարդիկ վաղուց իրենց ինքնությունից, հայկականությունից հրաժարված տեսակ են, սրանք հոգիների մեջ փտած, ռուսական ախտեղություններով վարակված հատված է, որը 5 տարի է որոնում է ուղիներ, ինչպես է հնարավոր Հայաստանում հասնել հեղաշրջման եւ դրա միջոցով պետության լուծարման։ Իրենք արել են նոյեմբերի 9-ը, դրանից հետո այլանդակություններ, դիմացավ պետությունը, հետո ուրիշ բաներ են անում, հետո սրբազանին այս հակապետական մարդուն, կենթանի էինք ընդհանրապես, սրան վերցրեցին, չթողեցին պետությունը սահմանազատում անի, իրենց ընկալումով, որովհետեւ այդտեղ բորբոքեն կոնֆլիկտի բացին էր հեղաշրջման գնան։ Հիմա սա հերթական բանն է, որը պարզ է, որ Ռուսաստանից գրել տվել են ձեռները, ինձ թվում է միայն սա չի, հերթական պլան էլ կարող ունենան, որովհետև պետք է նկատի ունենանք, որ Ռուսաստանը պետություններ փլցնելու մասնագետ է, մեր հարցում ընդհանրապես խիստ մասնագետ է։ Պարզապես լավ է, որ մեր պետական ինստիտուտները աշխատել են, սրանց բացահայտել են, բայց սա պիտի ունենա խիստ քրեաիրավական հետևանք։ Եթե այդպես ծամծմելու եք 40 տարի, լսեք, դրանց տարեք լցրեք Հայաստանի չեղած բանտերը, թող Հայաստանի չեղած արդարադատությամբ 40 տարի իրենք ապացուցեն, որ իրենք ճիշտ են, այնտեղից ապացուցեն։ Որտեվ եթե մենք շարունակելու ենք կիսատ-պռատ աշխատել, մեր իրավական դաշտը վախվորած է արձագանքելու, այս հատվածը նայեք, այս հատվածը ֆունկցիա ունի։ Սրանք Հայաստանի ազատություն, անկախություն ատում են։ Սա նորմալ բան չի, սա հասկանալի բան չի, նորմալ մարդու համար, բայց սրանք նորմալ մարդիկ չեն։
Եվ այս հաստատ գրպաններում ուրիշ ծրագիր էլ կա, 100% կա։ Էդ էլ են անելու, ուրիշ բան էլ կա, ես դուք հա գլխավոր մի երկու հոգու եք բանել, բայց կարող է պլանը արդեն աշխատում է, ինչ գիտեք։ Ինչ գիտեք, որ խմբերը կազմված չեն։ Դրանց նկատմամբ պետք է լինի խիստ վերահսկողություն եւ դրանք Հայաստանի 25-ականոց խմբեր մի 100-150 հատ այդ հա, կարող է կան։ Դրա համար զիջում պիտի չլինի, որովհետեւ հիմա սրանց ձերբակալեցիք, սրանք բորբոքելու են, չէ՞, հեսա, այդ գործընթացները։ Կարող է այդ խմբերը կան։ Դրա համար սրանց ոչ մեկ պիտի չպլստա, որ տարում եք շպրտում եք բանտերը, որովհետեւ էլի եմ ասում, սա անդիմություն չի, ինչ ուզում եք արեք, այս հատվածը Հայաստանի թշնամի հատված է։ Սրանք ռուս է, վերջացած է, այս հատվածը ռուսացած հատված է։ Դա ինչ ասենք, խնդիրներ են, կաթողիկոս, հիվանդ ոնց որ են։ Այսինքն կարելի է այսքան սեփական պետություն հատել։ Այո, կարելի է, իրենց պարագայում կարելի է, իրենք հայկական ինքնությունից հրաժարված հատված են։ Օրինակ այս եկեղեցի կաթողիկո, դուք այս աշխարհում տեսել եք այսպիսի բան։ Մի հատ եկեղեցուց մի հատ անասուն անջատեն, վրեն գրեն քաղաքական, քցեն ասեն գնա պետությունը քանդի։ Եվ սա էլ արտաքին աշխարհը դու մեր ասես աշխատի սեփական պետության դեմ։ Եկեղեցին տեսեք հիմա այս կաթողիկոս մատողիկ մեր եկեղեցին ինչքան գործ ունի անելու, ինչքան բան։ Մեր հասարակության ներքաղաքական կյանքը քննի, հազար ու մի բան անի, գիշեր-ցերեկ մենակ ողբերգություն։ Կուսակրոնության հարցը միակ խնդիրը չի։ Ոչ, միակ խնդիրը չի, կուսակրոնությունը իշխանության համար առիթ է, բան գտնել սրանց հանելու, որովհետև ես վստահ եմ, որ իշխանությունը գիտի, որ սրանք գործակալ են, բարձրապես ուղիղ չի կարողանում ասի։ Բայց մեր եկեղեցու այս հոգևոր ղեկավար դաս ինչով է զբաղված, ինչով։ Գիշեր-ցերեկ այս ժողովրդին մենակ տագնապ, միայն ողբերգության հուշ, միայն լաց, նայեք օրինակ մեր եկեղեցին օրինակ վերցնենք, էլի, մեր հասարակական կյանքի կանոնավորման եւ առանձին դեպքերում կարգավորման համար հազար ու մի լուծումներ ունի։ Վերցնենք օրինակ, էլի, ասենք մեր գերեզմանոցները, չէ՞, Հայաստանում ոնց է, ով շատ փող ունի, մի հեկտար հող է առնում, պապու գերեզմանն է։ Այս պետությունից տարած չի մնացել, կեսը գերեզման է։ Օրինակ եկեղեցին կարող է այդ հարցի միջամտել կարգավորել պետության։ Ես առաջարկում եմ իշխանությանը։ Հայաստանում գերեզմանոցները պիտի կարգավորվի։ Մենք ունենք օրինակ, եթե մեր մշակույթը երկու հատ գերեզմանակար, երկու տեսակի, վերցրեք այդ ձևը, չթողեք մի հեկտար տարածք առնի գերեզմանոց սարքի։ Եվ եկեղեցին էլ դա օրինի։ Օրինակ եկեղեցին կարող է պետության հետ աշխատել այս հարցը կարգավորել։ Կարող է։ Արել է թե չի արել։ Չի արել։ Օրինակ տեսեք, մեր անընդհատ այս հոգեկան հատվածը, հակապետական հատվածը։ Մենք ունենք զոհվածների ծնողներ, չէ՞։ Անընդհատ բորբոքում է այդ վիշտը, չէ՞։ Առևտրայնացրել է դեմետավեր պետության։ Հիմա նայեք, մեր եկեղեցին արգելում է անընդհատական վիշտը։ Մենք օրինակ ունենք մահացածին հիշատակելու հետևյալ կարգը։ Մենք հիշատակում ենք մահացածի 7-րդ օրը, 40-րդ օրը եւ 1 տարին։ Դրանից հետո եկեղեցին ասում է գնացեք տուն գերեզմանից։ Արգելում է սքավորությունը։ Հիմա տեսեք, մեր եկեղեցին կարող էր օրինակ այս հարցերը ձև լուծել, ոչ թե Եռաբլուրի վրա գրեին գերեզմանատուն եւ այդտեղ մարդկանց անընդհատ բերեն այդտեղ հուշը բորբոքեին։ Եռաբլուրը գերեզմանատուն չի, դա Հայաստանի ազատության բաց թանգարանն է։ Այսինքն սրանք գոնե այս մարդկանց ծնողներին այդ ոգեղենությունը տային վշտից անընդհատ վշտի մեջ են պահում։ Տեսեք մեր եկեղեցին ինչքան պոտենցիալ ունի մարդկանց հույզերը կառավարելու, մարդկանց ճիշտ ճանապարհ ցույց տալու։ Ես էլ եմ ասում, եկեղեցի քրիստոնեությունը արգելում է անընդհատական վիշտ արգելում է։ Հիմա գոնե սա անեն այս մարդիկ։ Տեսեք ինչ են, օլիգարխան հավաքել է կողքի այս կաթողիկոսը։ Ներսից այլասերվել են, ժողովրդից կտրվել են, դարձել են ռուսական պրծել են։ Եվ հիմա անընդհատ պետության դեմ եք, կաթողիկոս է, դուք կաթողիկոսից ինչ կապ ունես։ Դուք բոլորը հակապետական կենթանի եք, գործակալներ եք դուք։ Դրա համար այստեղ ինչ ասեմ, այստեղ պիտի զիջում չլինի։ Ընդհանրապես պիտի չլինի զիջում։ Եվ իշխանությունը էլ եմ ասում, մենք բոլորս, մենք կապած ենք այս գործին, այս կաթողիկոսը պիտի գնա։ Զիջում պիտի չլինի։ Իսկ այս բոլոր, իսկ ինչ որ բացահայտվել է հակապետական այս գործընթացները, սրանց նկատմամբ պիտի լինի խիստ քրեաիրավական ներգործության միջոցներ, որովհետեւ մենք հնարավորություն ունենանք եւ նաեւ ժողովուրդը հասկանա, որ իր պետության, իր ազատության դեմ գործող հատվածը պատժվում է։ Եթե դա չլինի, կլեն նորից էլի այսպիսի բաներ։ Ես ճիշտ եմ հիշում, որ դուք ասացիք իրավապահ համակարգի վախվորած գործողություններ, սա վախվորած այսօր առավոտվանից եւ խուզարկություններ եւ ձերբակալություններ եւ հենց այսպես ասենք սրբազան շարժման առաջնորդը բերման է ենթարկվել։
Սրան ինչ պիտի հետևի քաղաքական, իրավական, այսինքն պիտի շարունակվի, ինչ պիտի լինի։ Վախվորած գործողությունները չեն, հայտարարություններն են։ Հա, ամեն ինչ պիտի հետևի, քաղաքական գնահատական էլ պիտի հետևի։ Նախ հասարակական պարսավանք պիտի լինի, պարսավանք։ Սրան որտեղ տեսեք թքեք երեսներին։ Որտեղ տեսնեք։ Մի հատ հավանաբար Հայաստանում, մի հատ որտեղ, չգիտեմ, մի հատ գերեզմանատան կողքը, մի հատ տարածք պիտի լինի, բոլոր դավաճանների արձանները դնեն, որ մարդիկ գնա թքեն վրեքները։ Փողոցում տեսեք, իմացեք, ձեր ազատությունը գողացող հատվածն է ձեր դիմաց, սրանք հասարակական պարսավանքն է շատ կարևոր։ Քաղաքական գնահատական պիտի լինի, օրինակ, եթե իշխանությունը, եթե մի քիչ ավելի կազմակերպված լինի, պիտի արգելի դրանց գործունեությունը քաղաքական։ Իսկ քրեաիրավականը 100%-ով պիտի լինի, որ այս մարդիկ, գիտեք, որտեվ այս մեր 5 տարվա մեջ մենք տեսել ենք, որ հա ինչ անում ես, տակից բուստում են, անում ես, բուստում են։ Այս մարդը եկեղը իրավունք չուներ, քաղաքականությամբ զբաղվել է, այս չուներ, զբաղվել է։ Եթե հետևանքը չկա, ընդհանրապես իրավունքը շատ կարևոր բան ունի։ Նա ունի սանկցիա։ Եթե դուք սանկցիան չեք կիրառում, դա դառնում է այլասերում արդեն, այլասերում։ Մենք եթե չլինի քրեաիրավական ներգործում, վտանգ է լինելու։ Դա համար դա պիտի լինի։ Մեր պահանջն է պիտի լինի եւ հնարավորության դեպքում դա պիտի արգելենք քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Այս ամբողջ ինչ որ կատարվում է, ինչ որ ես թվարկեցի եւ այդ փաստաթղթի հայտնվելը մամուլում եւ քննչական կոմիտեի հաղորդագրությունը եւ այս ձայնագրությունները, հատկապես ձայնագրությունները արդեն որպես իրեղեն, սրանք ինչ որ կապ ունեն հայտնի ձևակերպման հետ մենք մեր ձևով։ Այո, կապ ունեն։ Պարզապես նա երևի քաղաքականապես գրագետ չէր, դուրս տվեց, բռնվեց։ Եթե մի քիչ քաղաքականապես կազմակերպված լիներ, այդպես չէր արտահայտի, բայց հա կապ ունի։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը ըստ էության կազմակերպված կարող է շատ չէ, բայց կազմակերպված դուրս է գալիս այս 200 տարվա աղետի միջից, ռուս-թուրքական գործարքը ճեղքվում է, խաղաղության պայմանագիր է բանակցվել, եթե դա տեղը ստորագրվեց, գործարքը ճեղքվում է։ Հույս ունեին Իրան-Իսրայել պրոբլեմներ, դրանով տարածաշրջանում անկայունություն, սահմանում մի քիչ խնդիր կլիներ, կբորբոքեին, հույզերը կբորբոքեին, գնային սրան։ Էն էլ Իրանը քաշել է սրանց։ Նաև մեր իրանագետներին է քաշել։ Ես հիմա, նայեք, առիթ ունեցենք խոսելու, հիմա ասում եմ, ես մեղադրում եմ իրենց։ Դուք գնում եք, նստում եք, Իրան եք սովորում։ Իրան, ոչ թե վրաներդ գրել եք իրանագետ, որ լրիվ կեղծ վերլուծություններ եք անում, լրիվ։ Ոչ մի կրթություն չկա, ով ինչ լեզու գիտի, դրա գետ է դարել, թուրքագետ է, ադրբեջանագետ կա, դու ադրբեջանը գիտես, լեզուն գիտի ադրբեջանագետ, ադրբեջան իմանալու համար պատմություն պետք է ունենաս, դեմոգրաֆիա, աշխարհագրություն, ժողովրդի հոգեբանություն, դուք Իրան գիտեք դուք, Իրանի ժողովրդի բնավորություն, գիտեք այդ 90 միլիոնի բնավորությունը, աշխարհագրություն գիտեք Իրանի, որ դուք միանգամից արդեն բաներ եք անում։ Այսինքն սրանք պրոբլեմներ են, էլի առիթ ունեցա ասեմ, հիմա էլ եմ ասում, լեզու իմանալը չի նշանակում դուք դրա գետ եք, որովհետև եթե այդպես է, ես հայագետ եմ, որովհետև լավ հայերեն գիտեմ։ Այսինքն սա այս վերլուծական մասը, որ սխալ եղավ։ Բայց չեղավ այդ ամեն ինչը, հույսեր ունեին, որ կլինի, իշխանությունը հավանաբար լավ է աշխատել, չհասցրեցին սրանք արագ այդ ծրագիրը գործողության մեջ դրել, իշխանությունը արագ բացահայտեց։ Եվ սա շատ լավ է։ Կարծում եք հիմա բացահայտեց քաղաքական, իրավական գնահատականներ, իրավաքրեական գնահատականներ եւ ամեն ինչ կվերադառնա հանդարտության հուն, թե սա շարունակություն ենթադրում է, շարժում, նորից միավորումներ, չգիտեմ, այնտեղ տարբեր վերսիաներ կան, հա, եւ մեծահարուստների եւ նախկին պաշտոնյաների, այդ թվում նախագահների, հոգեվորականների, հասարակության սեգմենտի եւ այլն դրանց միավորում եւ նոր սրացումներ, փոքր ստատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններանց։ Հիշեցեմ, սա Ազատ Զրույց Նյուզի եթերում ես զրուցում եմ Քրիստոնյա ժողովրդ հավարական կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։ Մենք ընդհանուր խոսեցինք ստեղծված իրավիճակի մասին, ներքաղաքական հերթական սրացման փուլի մասին, եւ հիմա առաջիկայում ինչ սպասել։ Այս շարժումը հետագա ընդլայնվելը, շարունակվելը, ներքաղաքական ցնցումները եւ այլն, սրանց հետ կապված ինչ դիտարկումներ, կանխատեսումներ։ Կլինեն ցնցումներ, բայց կարծում եմ թույլ, որովհետեւ ակնհայտ է, որ բացահայտվել է պլանը, ձայնագրությունները կան, իրենք ինչ են պատասխան։ Շարք իրենց որ թողես բանի հարցագործության վրա բռնում ես, ես չեմ։ Որովհետեւ իրենք նաեւ այս մարդկային նվազագույն բարոյականության հատկանիշներ էլ չունեն։
Բայց կարող է, հա, որտեվ մեծ հացակի վրա են բռնվել։ Մինչև այդ իհարկե ճիշտ էր, մենք գիտեինք, ասում էինք, որ օտար պետության շահերն են սպասարկում, բայց կոնկրետ է, հանցանքի վրա բռնվել են։ Դա նախ հասարակությունը ինքը պետք է գնահատական տա, ես մեր ժողովրդին առաջարկում եմ, դուք պիտի այդ Պարսավանքի ինստիտուտը օգտագործեք, այդ մեկ իշխանությունը պետք է չթուլացնի այս գործընթացը, եթե էլի բաներ ունեք, էլի բացահայտեք, հաստատ կունենան, էլի։ Էլի անընդհատ նոր ինֆորմացիաներ դրեք շրջանառության մեջ, սրանց գանգի, սրանք պետք է ընդհանրապես բարոյապես ճզմվեն։ Դա իհարկե կանեն, իրենք այդ տեսակը չեն, որ խելք ունենան, մի կողմ քաշվեն եւ ասեն լավ դե չի ստացվում։ Մի կողմ քաշվելը իրենց որոշումով է, թե այնքան էլ իրենց որոշումով չէ։ Այնքան էլ իրենցով չի, բայց եթե իրենք մարդկային հատկանիշներ պահպանել են, ասենք 1%, կարող են իրենք այդ գործընթացի վրա ազդել, էլի։ Օրինակ հрьяաները ինչ արեցին։ Սովետական միությունից հետո ինչ որ պատմության գրքեր բան գիտկոմ, միտկոմ գրել էին, մարքսիզմ բան, սա դրեցին մի կողմ, ասին սա սուտ է։ Ճիշտը սա է, որովհետև ճարչուն էինք։ Հիմա ճիշտը սա է, չէ՞, որ մենք չենք անում, էլի, մեր մասնագետները։ Հիմա իրենք էլ կարող են անել, հերիք է, էլի։ Դուք նաև իրենց աչքի առաջ պիտի իրենք օրինակ ունեն, սրանք ինչքան բացատրում ես, գիտեք ոնց է։ Օրինակ այսքան բան որ բացատրեիք, էշին հիմա մարդ էր դարել։ Սրանց այսքան բացատրում ես, ես մոտ գրել ճորտությունը անեմ ռուսին։ Հիմա նայեք ձեր դիմաց Արցախի ղեկավարության այլասերված կյանքը կա, չէ՞։ Դուք տեսնում եք, չէ՞։ Իրենք ձեզից լավ են ռուսին ծառայել, ձեզից այնպես լավ են ծառայել, աշխարհը տեսել, զարմացել է։ Որտեղ են իրենք։ Իրենց հանձնել է Ռուսաստանը։ Նույնը ձեզ հետ է լինելու։ Դուք կյանք չունեք, դուք ավարտված է ձեր կյանք։ Ավելի լավ է խելք ունեցեք մի անգամ ձեր պետությանը ծառայեք, ասեք լավ չենք, մենք էս ենք եղել, հանձնվում ենք։ Բայց իրենք քանի որ էտել չունեն, իրենք միջև վերջ ես իրենց ասում եմ, եթե դուք մի օր դուք որտեղ Ռուսաստան ձեզ չի ներելու, բոլոր դեպքերում չի ներելու։ Եթե հաջողություն ունեք, որ չեք ունենալու։ Դուք ոչ մեկը ձեր կյանքով չեք մեռնելու, ոչ մեկը։ Իմացեք, դա ռուսական բնավորությունն է։ Ձեզ օգտագործել է շփոթի Ռուսաստանը ձեր նման 100-ատ միլիոնատ գործակալ ունի, միլիոնատ։ Բայց հա, չէ, կարծում եմ իրենք շարունակեն, կբորբոքեն։ Հեսա խորհրդանում տեղավորված ռևանշիստները կսկսեն բողոքներ արտահայտել։ Իրենց նայեք, թեկուզ եթե նույնիսկ հաջողություն չունենան, բայց իրենք որսի ջրի երես մնան, իրենք որսի գործընթացը մխտրեն եւ այլն, ինձ թվում է նաեւ ինչ որ պահի կաթողիկոսի վզից են բռնելու, մցնեն այս գործընթացի մեջ։ Հələ չի մտնում, բայց կմցնեն իրենից։ Վեսան էլ վերջնականապես այլասերեն բրծնեն։ Կանեն Բայց ես կարծում եմ դրա հետևանքները ծանր չեն լինի մեզ համար։ Այս կաթողիկոս ասացիք եկեղեցի իշխանություն կամ եկեղեցու սպասավորների իշխանության ներկայացուցիչների հակամարտությունը անցել է այն անդառնալիության կետը, որտեղ կարելի է նստել, խոսել, կառուցողական եւ այլն, եւ ընդհանրապես ինչ կանխատեսում ունեք այս հակադրության, այս սրման, լարման շարունակությունը, հանգուցալուծումը ինչ պիտի լինի։ Չկա կետ, չկա հնարավորություն իրենց հետ գալ երկխոսության, որտեղ այս մարդիկ համ հակաքրիստոնյա են, 100% են։ Որտեղ քրիստոնեության ոչ մի սկզբունք չեն պահում իրենք, ոչ մի սկզբունք։ Ես էլ եմ ասում, իրենք օրինակ, եթե մարդ են, էլի, իրենք այդ զոհվածների ծնողներին մի քիչ հոգեբանական ներգործություն կիրականացնեին, մեր եկեղեցու քրիստոնեության լույսով կգնային դեպի այդ մարդկանց, չէ, բայց իրենք բորբոքում են անընդհատ։ Իրենց հա հակաքրիստոնեություն է, մեկ, երկրորդ այդ մարդիկ տեսնում ենք, այլասերված են նաև ներմարտկային բարոյականության նորմերի տեսանկյունից։ Մենք մի քանի ազգային ինստիտուտ ունենք, հավանաբար երկուսը ռուսական KGB-ն է, համահայկական կառույց է, մեկը մեր եկեղեցին է, որը դարերի խորքից պատմություն, մշակույթ քաշել բերել է մեր օրեր եւ ինքը համահայկական է սփյուռքով է, ռուսական KGB-ն է։ Սրանցով հայությունը կառավարում է։ Իրենք գործակալներ են, եթե չէ ազդեցության գործակալներ են։ Եվ նաև մեր եկեղեցու դավանանքն են այլասերում ամեն ինչ, եւ պետության դեմ են դուրս եկել, պետության դեմ։ Գոնե եկեղեցին, տեսեք, մեր եկեղեցին ինչքան կարող է շատ հարցերում պետության հետ աշխատել, կարող է, բայց չեն անում։ Չեն անում հասարակական կյանքն է, օտարվել են իրենք մեզնից, մեզ իրենցից են օտարել, օլիգարխիան էլ եմ ասում, շուրջը օլիգարխիաները, ռուսական օլիգարխիա, այլասերված պրծած են, ինչպես է հնարավոր այս մարդկանց հետ գալ
գալ կոնսենսուսի։ Մանավանդ իշխանությունը այնքան է մխտռել սրանց, իշխանության թեզերը, որտեվ գաղտնի հանել են, չէ՞, սրանք ինչ այլանդակություն։ Սրանց հետ ինչ, եթե իշխանությունը գնա հետները կոնսենսուսի, հասարակությունը չի ընդունի։ Հետևաբար անդառնել է կետը հաստատ անցած։ Այս կաթողիկոսը պիտի գնա։ Եվ վերջ։ Հիմա իշխանության մեթոդը ո՞րն է։ Ինքը ապա լեգիտիմացնում է, որս հետո որոշում է։ Ես վստահ եմ, որ որոշում կա, ելք կա։ Պարզապես ինքը պետք է ապա լեգիտիմանա եւ ապա լեգիտիմանում։ Իհարկե միայն սրանով չի, որտեղ ինքը շատ ուրիշ բաներ են այլանդակություններ արել, բայց ինքը ապա լեգիտիմանում է, հետո որոշումը պարտադրել, ինքը գնալու է, դա 100% է։ Ինքը թող մի հատ մեր եկեղեցու փորձը նայի, էլի։ Մենք կաթողիկոսներ ունենք, որոնց գահանկեց են արել։ Ինքը ով է ինքը։ Ինքը մեր եկեղեցու պատմության մեջ ոչ մի բան է, ոչ մի բան, մի հատ մանր փոքր դետալ է, վատ անորակ դետալ է ինքը, եւ ինքը գնալու է։ Եթե մենք ուզում ենք որպես ժողովուրդ եւ պետություն ամրանանք, մեր եկեղեցին մեզ համար շատ կարեւոր է, շատ կարեւոր է։ Իհարկե մեր պատմության մեջ թեզեր էլ կան, քրիստոնեությունը նսեմացնելու, քրիստոնեությունը մեզ թուլացրեց։ Ուրեմն անգլիացուն չի թուլացրել, մեզ թուլացրել է։ Ֆրանսիացուն չի թուլացրել, մեզ թուլա, գերմանացուն չի թուլացրել, երկու հատ համաշխարհային պատերազմ, մեզ թուլացրել է։ Սենց կեղծ թեզեր կան, էլի։ Բայց սա մեր եկեղեցին է, մեր մշակույթն է, մեր պատմությունն է մեր եկեղեցին։ Եթե մեր եկեղեցին իր քրիստոնեական կերպարով վերադառնա դեպի մեր ժողովուրդը, դուք կտեսնեք հայությունը ինչքան արագ կմոբիլիզանա։ Որտեվ ժողովուրդը ինքը հոգևոր կյանքի նեցուկի կարիք ունի, եւ այդ նեցուկը իր եկեղեցին է։ Մենք պարտավոր ենք մեր եկեղեցին ազատագրել, եւ այստեղ ոչ մի զիջում պետք չլինի։ Մանավանդ որ հեղաշրջման գործընթացի մեջ եկեղեցու ղեկավար դասը մեջն են իրենք։ Հետևաբար այս գործընթացը պիտի գնա բոլոր վերևից ներքև մինչև կաթողիկոս, բոլորը պետք է մաքրվի եւ մենք որպեսզի ունենանք մեր նորմալ կյանքի ապագա։ Դուք խոսեցիք այս ընթացքում հանրային ընկալումների, հանրային վերաբերմունքի, արձագանքի, պարսավանքի մասին։ Կարծում եք մեր հանրությունը առաջնորդվում է կոնկրետ հաստական ինֆորմացիայով, թե էմոցիաներով, հուզականությամբ, զգայություններով։ Երկուսն էլ կա։ Իհարկե մենք որպես ժողովուրդ հուզական ենք, հուզականը չի, սենտիմենտալ ենք։ Իրենք դրա համար օրինակ սրանք դրա վրա խաղում են, օրինակ Ղարաբաղը ծախ է եկել, իրենք են ծախել։ Հիմա էլի եմ ասում, վերլուծություններ կա, Ադրբեջանը գնաց ուժեղացավ, եկավ սուտ է սախ։ Այդ ամենը կա, բայց այդ ամեն ինչը այս process-ի մեջ 10% է։ Մնացած 90%-ը հետեւյալն է։ Դուք ծախել եք Արցախը, ձեր գեներալներով, Վահանու Ռուսաստանի։ Բայց բորբոքում է, որտեվ ինքը հայրենիքի հուշը մեջը կա հայության միացված։ Իրենք այդ հուշն են, սենտիմենտալ է, քաղաքականություն դժվար է հասկանում։ Այդ են բորբոքում, շատ ուրիշ բաներ են անում, բայց դե փաստը հո անառարկելի է։ Ես մեր ժողովրդին առաջարկում եմ փաստերին նայեք, փաստին, ոչ թե այդ մարդը ինքը ինչ է ներկայացնում, ինքը ով է։ Ցանկացած բան պետք է պրակտիկայով ստուգել, ցանկացած բան։ Ոնց որ էլ եմ ասում, Լևոն ասել եմ, հիմա էլ եմ ասում, Լևոն Տեր-Պետրոսյանի գովքը կա, մեծ գիտնական, ստուգում ես, գիտության հետ կապ չունի։ Բայց սաթից ասորագետ է։ Պատմաբան է էլի։ Այս պատմաբան հավորատ կա։ Բայց ռեկլամ արած ֆիգուրներ են, նայեք փաստերին։ Եվ փաստերը ինչի մասին են խոսում։ Եվ մի անգամ չեն այդ փաստերը, մի անգամ չեն 100 նախ պատմական անալոգիան կա, պատմական ես էլ եմ ասում, մեր առաջին հանրապետությունը չի փլվել արտաքին ագրեսիայի պատճառով, փլվել է ներսից, մենք ներսից մեր պետությունը փլցրել ենք, այս հատվածը, հիմա այս հատվածը նույնը ուզում է անել, սրանք Հայաստանի նմանություններ եք, նույն բանն է, Ռուսաստանը դարակներից անել է, ոնց առաջին հանրապետություն փլցրել, սխեման տվել է ձեռները, անում են։ Բարձրապես այսօր աշխարհը շատ է փոխվել, մենք ենք մի քիչ փոխվել, ինֆորմացիան շատ է եւ շատ ուրիշ բաներ։ Այն ժամանակ գաղթական հայությունը չդիմացավ, հիմա այդպես չի։ Դա համար հիմա բախվել են անընդհատ հայության հավաքական կամքին, ձեր կամքին, այլ իշխանության կամքին փլվում են։ Դա համար մեր ժողովրդին առաջարկում եմ, նայեք փաստերը, այդ մարդիկ տեսեք ինչ են անում։ Ձեր գլխին, իրենք նախապատրաստում են մեր ժողովրդի երկրորդ ցեղասպանությունը։ Իրենք ցեղասպանությանը նպաստող հատված են, իմացեք։ Հետևաբար հանկարծ այդ հայկական ավանդական բաներով չգնաք, ընդդիմություն եմ սրան, իրենք ընդդիմություն չեն, ընդդիմությունը մենք ենք, դուք եք, մյուսներն են։ Սա հակապետական սեգմենտ է։ Դա համար, բայց պահանջը այստեղ նայեք իշխանությունից է։ Իհարկե իշխանությունը լավ է աշխատել, պետական ինստիտուտները բացահայտել են շատ բաներ, բայց էլ եմ ասում, այդ մարդիկ պիտի ենթարկվեն պատասխանատվության։ Հիմա այդ եւ հրապարակված փաստաթղթի եւ քննչական կոմիտեի հաղորդագրության եւ այլն սեպտեմբերը պիտի որոշիչ փուլ լինի իշխանապողության պլանի համաձայն, այդ պլանը որ ներկայացվեց։
Առաջիկայում մինչև սեպտեմբեր ինչ կանխատեսումներ ունեք, սեպտեմբերը կարող է հասնել այնպիսի մի իրավիճակի, երբ որ քաղաքացիական բախումների վտանգի սահմանը անցնենք։ Կարծում եմ ոչ։ Որովհետև գլխավոր նպատակը փլվել է, այսինքն այնքան խելք չեն ունեցել, որ չեն կարողացել գաղտնի պահել։ Դա իրանց խելք չունենալու մասին է խոսում, բայց դա խոսում է պետական ինստիտուտների կազմակերպվածության բարձր աստիճանի մասին։ Բարձր չգիտեմ ինչքան, բայց կազմակերպության որոշակի մենք աստիճան ունենք։ Չեն կարող։ Եք ինչու, որովհետև համապատասխան իրադրությունը չկա։ Համապատասխան աշխարհաքաղաքական իրողությունները չկա։ Իրենք էլ հեղինակություն չունեն, այլ եթե իրենք հեղինակություն ունենային, մանավանդ տեսել եք, էլի այդ մարդը, այդ ում որ դուք դրանով բան էիք անում, այդ Գալստանյանը, չեք տեսել, որ այդ մարդը 0 է։ Չեք հասկանում, որ դուք այդ ֆիգուրով անընդհատ տանում եք, Օսլայում եք, թազա դեմքով բերում եք, դեմ եք տալի մեր ժողովուրդ։ Չեք տեսնում, որ այդ մարդը այդ ֆիգուրը չի։ Այսինքն սրանք նույնիսկ այդ խելքը չունեն։ Խելք, այսինքն սրանք նույնիսկ կադր չունեն, կադր նոր մարդ բերեն։ Դա համար այս ֆիգուրով ոնց են անելու։ Հոգևորական այս նոր մարդեր էլի նոր ֆիգուրեր։ Բայց նոր ֆիգուրեր, բայց 40 անգամ այս ֆիգուրը 40 անգամ գետնատարած պարկել է, չէ՞։ Գետնատարած, չէ՞։ 40 անգամ այլասերվել է։ 40 անգամ հեղինակություն։ Հիմա նորից բերել է 41-րդ անգամ, այսինքն դուք կարող եք խելք չունեք դուք, հա չունեն։ Բայց ինչն է լավ էլ եմ ասում։ Լավ է որ բացահայտվել է, հիմա մեր ժողովուրդը գիտի այս մարդիկ իր գլխին ինչ օին էին բերելու։ Բայց որ հետ օղորմյաներ կարող են լինել, սրանք կարող են հետ ցնցումների գնալ, կարող է, որովհետև էլի եմ ասում, մենք չգիտենք այդ խմբերը իրեն կազմել են, թե չեն կազմել, որովհետև սրանք բանն է, սա խորքա deep state-ն է, խորքի պետությունը, սրանք տեսեք ովքեր են, կա պետություն, ժողովուրդ եւ կա խորքի պետություն, ովքեր սրանք են, սա ինչ հեղափոխական անցյալ, իրենց երկիչներով, իրենց օլիգարխներով, իրենց դերասաններով, իրենց հոգևորականներով, սա խորքի պետություն է, սա շատ կազմակերպված է, փող ունի, օտարպետության աջակցությունը ունի, հիմա այս պահին բռնվել են հանցանքի վրա, միգուցե ուժները չհերիքի, բայց որ գնալու են այլանդակությունների, խժդժությունների, դա կարող է անել, բայց ինձ թվում է դա շատ թույլ ազդեցություն կունենա։ Ասացիք հետ ցնցումների, սա հետ ցնցումներ կարող են լինել, թե նախացնցումներ են սրանք։ Առաջիկայում հաջորդ տարի համապետական ընտրություններ են եւ բնականաբար ընտրություններից առաջ այն էլ այսպիսի իրավիճակում սովորաբար ավելի է սրվում, լարվում եւ գնում ցնցումների։ Նայած մենք այս պահին Հայաստանի իրավապահ մարմիններ, ուժային կառույցները ինչպես են արձագանքելու։ Եթե սրանք կրեն պատասխանատվություն եւ քրեայրավական ներգործության ճիշտ միջոցներ կիրառվեն, մենք կգնանք հաջորդ ընտրությունների առանց այս աղտեղությունների, կամ ռևանշիզմը կլինի մի քիչ թուլացած։ Բայց եթե չէ, եթե գնալու ենք տենց 40 տարի իրար բան բացատրելով, եթե բարձր չէ, սրանց փաստաբանները, որոնք լավ հարստացել են այս կենթանիներին ազատելու գործընթացի վրա, սրանք կպնելու են այս գործընթացին։ Հայաստանի քրեական օրենսդրությունից ով է գլուխ անում, որ մի բառը կարդում ես 47,000 հատ մեկնաբանություն ունի, այդ դրանց վրա են բլեֆ անելու, եթե այդ բլեֆը անելու են իրենք Եվ ամեն դեպքում իրենց խմբավորումներին, իրենց երգիչները հեսա կերքեն, չէ, հայրենասիրական երգեր, չէ։ Դերասանները կսկսեն այնտեղից դուրս տալ անկապ, չէ, սոցիալապես անիմաց դեստրուկտիվ տարրերը հետներից քշելով գալու են միջև ընտրություններ։ Իրենք հնարավորություն կունենան պահպանել շանս, որպեսզի ընտրություններով գոնե խորհրդարան մտնել, իսկ եթե շատ բորբոք են, միգուցե ընտրությունից հետո հեղաշրջման գնան։ Եթե իհարկե, Եթե միջև այդ կաթողիկոսը չի փոխվում, որտեվ եթե միջև ընտրություն կաթողիկոսը չփոխվեց, ապա իշխանությունը լուրջ խնդիրներ է ունենալու։ Իշխանության լեգիտիմությունը միանգամից ընկնելու է, միանգամից։ Եվ այստեղ հեղաշրջման վտանգը շատ է մեծանալու, որտեղ այլ ոչ մեկ չի նայելու, դուք ինչ եք բացահայտել, չեք բացահայտել։ Սա պիտի գնա։ Եթե կաթողիկոսը գնում է, եթե մեր խաղաղության պայմանագիր կկնքվի, չի կնքվի, կարևոր չի։ Եթե մենք ունենանք իսկական եկեղեցի, մեր եկեղեցուն արժանի կաթողիկոս, սրանց բացահայտված գետնատարած մարմինները, բաց երկնքի տակ, ապա մենք գնանք խորհրդարան եւ կունենանք շատ ավելի կազմակերպված խորհրդարան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։ Կհանդիպենք։